Սիրելի բարեկամներ, արդեն Տիկին Սահակյանը շատ ճիշտ նկատեց, որ մեր միջոցառումների ժամանակ Սարգիս Հայենցը պարզապես ներկա չի եղել, այլ միշտ աշխատել է աջակցել, կազմակերպել, նախաձեռնել։ Այս ակտիվությունը շատ գնահատելի է եւ ես ակնկալում եմ, որ մեր բոլոր հեղինակները, բարեկամները, ընկերները, այսօր ստեղծագործող մարդիկ կփորձեն մասնակից դառնալ հասարակական կյանքի կազմակերպմանը։ Սա շատ կարևոր մի հանգամանք է։ Տաղանդ ունենալ, շնորհք ունենալ, փառք Աստծո, մեր ժողովրդի մեջ կան շնորհալի մարդիկ, բայց կյանք կազմակերպել, ստեղծել, շարժում, ճանապարհ բացել, սա շատ էական մի բան է, որը պիտի անենք բոլորս։ Եվ Սարգիս Հայենցը իր երիտասարդ տարիքին ունենալով անպայման շնորհք, հարգելով հայդասական գրականության ավանդույթները, այս գրքի արժանինքներից մեկն էլ այն է, որ այստեղ ներկա է կնիքը հայ գրականության։ Մի բան, որ այսօր շատ տեղերում բացակայում է։ Մեր հեղինակները այսօր մեծ հաճույքով ուզում են նմանվել ճապոնացի, անգլիացի հեղինակներին, չհասկանալով որ մեզ այդ հեղինակները բացարձակապես պետք չեն։ Եվ աշխարհին էլ մենք հետաքրքիր ենք նրանով, այնքանով, որքանով հայ ենք։ Նրանք ուզում են մեզ ճանաչել, ոչ թե գան Հայաստան ու տեսնեն ճապոնացի, գան Հայաստան ու տեսնեն ֆրանսիացի։ Այս ամեն ինչը Սարգիս Հայենցի մեջ կա եւ ես իբրև իր երկար տարիների ընկերը դեռ դպրոցական էր ընկերություններ ենք անում։ Պիտի հաջողքով նշեմ, որ Սարգիս Հայենցը մշտապես սովորել է մեր դասականներից եւ իր հաջողությունները, որ իբրև առաջին գիրք սակայացած գիրք է, այստեղ կարող եք նստել պակասությունների մասին կարող եք խոսել, թերությունների մասին կարող դա բնական է, բայց որ գիրքը կայացած է եւ իբրև առաջին գիրք արժեք ունի, ի տարբերություն 100,000-ներով տպագրվող այսօր գրքերի, որոնք ոչ մի ասելիք չեն բերում, բացարձակապես, այստեղ կա ասելիք, հստակ տեսակետ եւ հոգի իր անձի մասին, այդ մասին է խոսքվեց, որ կարող ենք մենք պատկերացում կազմել ըստ այս գրքի, եւ ես ուզում եմ մի հատված կարդալ Նիկոլ Աղաբալյան։ Ես պաշտամունք ունեմ գրական քննադատների հանդեպ, որովհետեւ իրենք են, որ կերտում են կյանքը։ Աղաբալյանը իր հսկիչ աչքով ներկա է հայ գրականության պատմության բոլոր էջերի մեջ։ Ինքն էր, որ առաջինը կանխատեսեց Ստեփան Զորյանի ապագան, հետո ինչ որ մենք խոսել ենք, մենք Զորյանագետներս, բոլորս հենվում ենք Աղաբալյանի 1918 թվականին գրած առաջաբանի վրա տխուր մարդիկ գրքի առիթով, տխուր մարդիկ գրքի մասն էր Աղաբալյանը։ Կամ ով հայտնաբերեց Երիշե Չարենցին, Նիկոլ Աղաբալյանը, որ մի Չարենցը այդ շրջանում դասավանդում էր Կարսի նահանգի Բաշչադիկլար գյուղում։ Ոչ ոք նրա մասին չի գիտեր, հենց որ Աղաբալյանը Երևանում դասախոսություն կարդաց ու հռչակեց նրան մեծ պոետ, բոլորը իմացան, որ Հայաստանում կա նշանավոր բանաստեղծ Երիշե Չարենց։ Իսահակյանի առաջին գրքի գրախոսը ով է եղել? Նիկոլ Աղաբալյանը։ Մի հատված եմ ուզում կարդալ ու միշտ հիշեք, ազնիվ մարդիկ շատ կարևոր են մեզ համար, ուսանելի են մեզ համար։ Ինչ է ասում Աղաբալյանը? Ազատ գրիչը չէր պահում մարդուն, որ աշխատանքը դառնար ապրուստ ու վայելք, իր կյանքի մասին է։ Հացի աշխատանքը անուր էր վզիս ու շղթա ոտքիս, կապանք է եղել։ Զարհուրելի է ներքին ուժ զգալ եւ կարողություն եւ չկարենալ հասունացնել իրագործել մի լայն ճանաչում, մտածում, մի թովիչտեն չանք, մի հմայիչ գեղեցկություն, ընդհատել եւ կուզեիր աշխատել, գնալ անհրապույր մի աշխատանքի, երբ կուզեիր հորինել ու ձևակերպել, ինչքան մեծ ծանոթ զգացումներ են։ Մեզ կյանքը միշտ խանգարել է, միշտ խանգարում է, Աղաբալյանին տանջել է ուղղակի իմաստով։ Վատնել ուժերը այդ անհավասար ու անդադրում ողորման մեջ, անկարող վերջնականապես մոռանալու բարձր բարձունքը սակարկելով անսակարկելին։ Ինչ որ գրել եմ, խուլ արձագանքն են այս տևական ու անվախճան ողորման։ Ես իմ բարեկամին Սարգիս ջան, քեզ, քանի որ գիտես, մեր սկզբունքը այն է, հավատարիմ մշտապես մնանք հայ դասական գրականության ոգուն, հավատարիմ մնանք ու շարունակենք շատ շղթաներ։ Ես մաղթում եմ, որ ազատ գրիչը կարողանա պահել քեզ, գրիչը ազատ լինի եւ գնահատելով քո տաղանդը, այս հաջողված գիրքը, որ ես շատ սիրում եմ, ես այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել Համայնքական գրողների միության
որոշումը Սարգիս Հայենցը այլևս մեր անդամն է։ Շնորհավորում եմ, դու մեզ համար պատիվ ես, մաղթում եմ շատ հաջողություններ մեր Սարգիս Հայենցին և քանի որ մեր միությունը Արցախապաշտ է, մենք Արցախ պաշտողների միություն է, համահայկական գրողների միությունը Արցախ պաշտողների միություն է, այնքան պիտի սիրենք մեր Արցախը, որ մեր նպատակին հասնենք, որովհետև միշտ իմացեք, այս աշխարհում մեկ ամենակարող ուժ կա, սերը, մնացած ամեն բան սուտ է։ Եվ եթե մենք ձախողում ենք ունեցել, չի չենք սիրել, պարտվել ենք, չենք պարտվել, չի չենք սիրել, հանձնել ենք ինչ-որ բան, չի չենք սիրել ուրեմն։ Այս սա է, սիրո պակասից է ամեն մի ձախողում, շատ սիրենք, շատ գնահատենք, և այդ դեպքում Աստված կօրհնի մեր ճանապարհը, այստեղ է իմ ամենասիրելի ընտանիքի, Գուրգեն Գաբրիելյանի ընտանիքի ներկայացուցիչը, Անժելա ջան, խնդրում ենք քո խոսքը երկու բառ ասես ու մենք երջանիկ կլինենք, որտեղ